Բարի լույս բարեկամներ, հուսամ ձայնս լսվում է, չնայած կողքից գետի խշխշոցը կարող է խանգարել։ Կապանում ենք, գիշեր էստեղ ենք մնացել, երեկվա մեր շատ հարցունավետ եւ հրաշալի քարոզարշավից հետո ես էլ որոշեցի այս առավոտյան շուտ այս հրաշալի մեր կապանում քայլել, երկու բան ցույց տալ ձեզ ու նաև խրախուսել գալ կապան, տեսեք ինչ հրաշալի կասկադ ունենք, իդեպ կառուցված պետական բյուջեի նաև միջոցներով, տեսնում եք նաև սարերը, ես իհարկե դիտակ չեմ, բայց ենթադրում եմ սա խուստուփը պետքա լինի, եթե սխալվում եմ, ներողություն եմ խնդրում, դեռ չեմ հասցրել բարձրանալ, ամեն դեպքում Սյունիքը զարգանում է, շատ հրաշալի քաղաքներ ունենք, այսօր շարունակելու ենք, կլինենք հավանաբար Գորիսում, հետո կշարունակենք Վայոց ձոր, կշփվենք մեր քաղաքացիների հետ, կլսենք նրանց, մենք ինչ-որ բաներ կասենք, կխոսենք խաղաղության մասին, որը հաստատված է եւ պետք է զարգացնենք միասին ու այդպես շարունակ։ Շատ լավ Կիրակի եմ մաղթում բոլորիդ, հեսա մի հատ էլ ցույց տամ գետը մեջտեղից, մի վայրկյան։ Տեսնում եք ինչ գեղեցիկ կասկադ ունենք։ Ես էլ հակառակ ուղղությամբ։ Եղանակը իհարկե անպամած է, բայց դա մեզ չի խանգարում ջերմություն ստանալ մեր քաղաքացիներից եւ նաեւ ջերմություն տալ։ Նույն կերպ իհարկե Գորիսում է այս իրավիճակը, այնտեղ էլ շատ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել եւ քաղաքի տեսքը փոխվել է։ Բայց իհարկե ամեն մի քաղաք ունի իր դիմապատկերը, մեր հրաշալի երկրի հրաշալի քաղաքները, այնպես որ եղանակների տաքանալուն զուգընթաց կոչ եմ անում բոլորիդ այցելել քաղաքներ, ծանոթանալ մեր երկրին, գիտեք, դա էլ է շատ հետաքրքիր, մենք հաճախ տենց ճամփորդում ենք տարբեր երկրներ, մանավանդ հիմա շատ հասանելի է դարձել ավիափոխադրումները, բայց մեր իսկ երկիրը այդքան լավ չգիտենք։ Ես առաջի անգամ Սյունիք երևի եկել եմ 4-րդ կուրսում, դա 2001 կամ 2 թվականներն ա եղել, ու ամբողջ Հայաստան գրեթե այդ ժամանակ պտտվել եմ, որտեղ մի ծրագրում էի աշխատում, դպրոցներում դասընթացներ էինք տալիս, ու բացահայտել եմ Հայաստանը այդ տարիքից, բայց մինչև հիմա դեռ շարունակում եմ բացահայտել, որտեղ այնպիսի անկյուններ կան մեր երկրում, որ գողտրիկ, որ բացահայտման կարիք ունեն, մենք էլ փորձում ենք այդ անկյունների բացահայտման հասանելիությունը լավացնել, գիտեք, որ նաև ամրոցներ են վերականգնվում, եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ եւ դեպի դրանց տանող ճանապարհներ ու ընդհանրապես մեր երկիրը, այսպես ասած, անգլերեն ասած, unlock է արվում, նույնիսկ չգիտեմ հայերեն տարբերակը ոնց է, երևի բացվում է կամ բացահայտվում է կամ ապա կնքվում է, հա, այսպես ասած։ Այսինքն այդ ներգնա տուրիզմը, այդ նույնիսկ շաբաթ կիրակիով միտեղ գնալը, մի գյուղում bed and breakfast-ով գիշերակացով մնալը, այնպիսի մեծ բավականություն կարող է պատճառել ու տալ լավ իմաստով մեր քաղաքացիներին, որ հաստատ արժի անել երբեմն օրինակ շատ էժան ավիատոմսի փոխարեն դա ընտրել, թեկուզ եվրոպական կամ ինչ-որ մոտակա այլ երկիր գնալու փոխարեն, հաստատ չեք փոշմանի, այս աստեղ ոնց որ բադիկներ էլ կան, այս մեր գետում, մի հատ հասնենք այդ բադիկներին էլ նայենք ու ամփոփենք եթերը, շատ չձանձրացնեմ ձեզ բոլորիդ, ուզեցա անպայման ցույց տամ մեր հրաշք քաղաքը եւ կոչ անել բոլորիդ այցելել
մեր բոլոր քաղաքներն են սիրուն եւ գեղեցկանում, դեպ գյուղերն էլ էս։ Շատ եմ ինքս նաեւ հեծանիվով գյուղերում լինում, երբ որ տարբեր ճանապարհներով գնում ենք, որ մեքենայով դժվար մտնես, որովհետեւ երբ որ կոնկրետ այդ գյուղ չես գնում, դժվար է այդ ճանապարհների մեջ մտնելը, բայց գյուղերն էլ են շատ զարգանում, էլի ճանապարհներ եւ այլն։ Այստեղ հեսա անցնենք մի պահ բադիկներին է ցույց տամ ձեզ։ Ահա, հեսա մեր բադիկները մեր կապանում։ Այստեղ որ շատ ուզենան կարանք իշնենք էլ, բայց ես թվում է պետք է փակել այս կտորը, դեռ վերջնական արած չի։ Այսինքն հրաշք փոքրիկ է, որ ասում են փոքրիկ Շվեյցարիա Հայաստանի Սյունիքում։ Դե լավ եղեք, սիրելի բարեկամներ, մի հատ էլ սենց լավ տեսարան։ Ստեսություն։